Տարիներ առաջ Պողոս Առաքյալը Փիլիպպե քաղաքում հիմնել էր եկեղեցի։ Ամեն անգամ փառաբանում էր Աստծուն, շնորհակալ էր այդպիսի եկեղեցու համար, որ ամեն անգամ գրանցում էր հոգևոր աճ, բարեգործության մեջ, գիտության, հասկացողության եւ սիրո մեջ։ Մենք տեսնում ենք աճ, ինչ համար Պողոս Առաքյալը լիարժեք ուրախանում է այս եկեղեցու համար։ Եկեղեցին այդ ժամանակ ոչ միայն աջակցություն էր ցույց տալիս շրջապատի համար, այլ նաև Պողոս Առաքյալի համար, որը գտնում էր բանտում։ Քանի որ պետությունը շահագրգռված չէր, որպեսզի հանցագործներին կերակրեր, եւ այդ ժամանակ Փիլիպպեի եկեղեցուց հերթական անգամ աջակցություն գնաց Պողոսի համար, եւ Պողոս Առաքյալը լսելով Եպափրոդիտոս եղբորը, որը պատմեց, թե ինչ է կատարվում եկեղեցում, Պողոս Առաքյալի սերը այսուհետ լիարժեք չէր։ Ոչ թե սերը լիարժեք էր մնացել, ուրախությունը լիարժեք չէր։ Եվ նրա այդ մեծ ուրախությունը զիջել էր իր տեղ։ Եկ արտանք երկրորդ գլուխը տեսնենք Պողոս Առաքյալը ինչ բուժում է առաջարկում, ինչպես է ախտորոշում եւ ինչ է ձեռնարկում, որպեսզի օգնի այս եկեղեցուն։ Երկրորդ գլուխը Արդ եթե մխիթարություն կա Քրիստոսով, եթե սիրոս փոփանք, եթե հոգու աղորդություն, եթե գթածություն ու ողորմություն, Պողոս Առաքյալը 4 հատ եթեով սկսվող գաղափարներ է ասում, այս մի նախադասության մեջ ասում է, եթե մենք ասում ենք, որ Քրիստոսի միջոցով մխիթարվել ենք, եթե մենք ասում ենք, որ խաղաղություն ենք գտել Հիսուս Քրիստոսի մեջ, այսուհետ մենք ուրիշ ենք, մեր սրտում արդեն խաղաղությունն է բնակվում։ Եթե մենք ասում ենք, որ աստվածային սերը սփոփել է մեզ, եթե ասում ենք, որ Սուրբ Հոգու միջոցով ենք մենք հաղորդակցվում, եթե մենք ասում ենք, որ այսուհետ մենք դարձել ենք կարեկցանք եւ կարեկցանքով լի գթածություն ունեցող մարդիկ եւ ողորմած, ապա լցրեք իմ ուրախությունը, որ նույն միտք ունենանք, նույն սեր ունենալով միաշունչ եւ միևնույնը խորենք։ Այսինքն, երբ եղավ հոգու թափումը Պենտեկոստեն, այդ ժամանակ հոգու մեջ կարծես ապրում էին եւ ամբողջ եկեղեցին ու համայնքը դարձել էր մեկ անձ, մեկ մարմին։ Պողոս Առաքյալը Գաղատացիներում սրա հետ կապված ասում է 5-րդ գլուխ 25 համարից. Եթե հոգով եք ապրում, հոգով վարվեք, սնապարծ չլինեք իրար գրգռելով եւ իրար վրա նախանձելով։ Այսինքն Սուրբ Հոգու մեջ ապրող մարդը, Սուրբ Հոգու հետ հաղորդակցվող մարդը, Սուրբ Հոգու ազդեցության մեջ հաղորդակցվող մարդը մարդկանց հետ ինքը պիտի լինի գթած եւ ողորմած, ինչպես Աստված է։ Նույն բանը պիտի խորհեք, նույն նպատակները պիտի ունենանք, նույն գաղափարները պիտի ունենանք։ Ոչ մի բան պիտի չլինի գրգռումով կամ սնապարծությունով։ Այսինքն նրանք գրգռվում էին իրար նկատմամբ, բարկանում էին, տաքանում էին իրար նկատմամբ, վեճեր էին բարձրացնում իրար նկատմամբ։ Ոչ մի բան չպիտի լինի սնապարծությամբ։ Ինչ է սնապարծությունը։ Սնապարծությունը դա դատարկ պարծանքն է։ Երբ որ դու պարծենալու բան չունես, բայց դու սին, դատարկ, անկապ պարծենում ես ուրիշների մոտ։ Եվ Պողոս Առաքյալը տեսնում է, որ իր գնալուց հետո ամեն մարդ իր ճիշտ ունի այսուհետ։ Ամեն մարդ իր գաղափարներ ունի։ Ամեն մարդ իրեն է համարում ավելի արդար, քան կողքինին։ Եվ ինչ ասում Պողոս Առաքյալը, այլ խոնարհությունով թող մեկը մյուսին իր անձից ավելի լավ համարի։ Այսինքն, եթե դու ունես խաղաղություն, եթե աստվածային սերը քո մեջ է ապրում, դու այսուհետ չես կարող սնապարծ լինել ուրիշների նկատմամբ, ուրիշներին իջեցնել, որպեսզի դու բարձրանաս։ Դա Աստծո սիրոս փոփանքի արդյունք չէ։ Մենակ ձեր անձերի բաների մտիկ մի տակ, այլ ամեն մեկը իր ընկերի բաներին։ Այսինքն, ինչպիսի տեսակետ պիտի ունենա հավատացյալ անձնավորությունը, ում սփոփել է աստվածային սերը։ Նա պիտի մի հարց լուծելու ժամանակ նայի, արդյոք միայն ինքն է շահում, թե նաև իր որոշումից օգտվում են ուրիշները։
Ձեր ամեն մեկը թող այն մտածե, որ էլ Քրիստոս Հիսուսումն է։ Պողոս առաքյալը ասում է, դու ասում ես դու ճիշտ ես։ Այն մեկը ասում է, որ ինքն է ճիշտ։ Ես ձերը չեմ իջում։ Դու ասում ես, որ քո մտքերն են ավելի արժեքավոր, նա ասում է նրա մտքերը։ Եկեք ես ձեզ ասեմ, որն է ճիշտ միտքը։ Դուք բոլորդ պիտի ունենաք այն միտքը, այն գաղափարները, որը Հիսուս Քրիստոսի մեջ էր։ Ահա եւ օրինակը։ Ես հիմա չեմ ընկնում ձեր մեջ, թե ով է ճիշտ, ով է սխալ։ Ճիշտը Հիսուս Քրիստոսի մտքերն են։ Ճիշտը Հիսուս Քրիստոսի գաղափարներն են։ Դուք այսուհետ պետք է հետևեք Հիսուս Քրիստոսին, ոչ թե ձեր մտքերին։ Ասма ձեր ամեն մեկը թող այն մտածե, որ էլ Հիսուս Քրիստոսում է։ Պողոս առաքյալը Կորինթացիս 2 գլխում խոսելիս ասում է. մենք Հիսուսի միտքն ունենք։ Այսինքն մենք վերստին ծնված մարդիկ կարող ենք ձեռք բերել Հիսուս Քրիստոսի միտքը, Հիսուս Քրիստոսի գաղափարները։ Հիսուս Քրիստոսի ինչի համար միտքը, որտեղ մտքից է կյանքի ելքը, որտեղ ինչպիսին մարդը իր մտքում է, այդպիսին է նա իրականում։ Օրինակ, կարող եք մի երկու բան կարդալ, Մատթեոս 15:19 այսպիսի բան է ասում։ Մատթեոս 15:19, որովհետև սրտից դուրս են գալիս չար խորհուրդներ, սպանություններ, շնություններ եւ այլն։ Եվ սրտից են դուրս գալիս բարեգործությունները։ Սիրտը դա մարդկային միտքն է, որից դուրս են գալիս տարբեր գաղափարներ, որոնք խոսք են դառնում եւ գործ են դառնում։ Նույնը կարելի է կարդալ 12-րդ գլխի 34 համարում, ուրեմն 34 համարում այսպես է գրված. Իժերի զավակներ, դուք ինչպես կարող եք բարի խոսել, որ չար եք, որտեղ սրտի ավելացածից կխոսի վերանը։ Այսինքն ամեն ինչ կատարվում է մտքերի աղբյուրը, Աստվածաշունչ մտքերի աղբյուրը դա սիրտն է, ոչ թե այս նասոսն է, հա, պոմպն է արյան, այլ սիրտը այստեղ է։ Մենակ ձեր անձերի համար մտիկ չտաք։ Ձեր ամեն մեկը թող այն մտածե, որ Հիսուս Քրիստոսում է։ Եվ Աստծո կերպարանքումը լինելով հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինել։ Այսինքն այստեղ նրանք, ովքեր Հիսուս Քրիստոսի աստվածությունը չեն ընդունում, նրանք ասում են, որ հափշտակություն կհամարվեր, որպեսզի Հիսուս Քրիստոսը լիներ Աստված։ Այսինքն ինքը կհափշտակեր աստվածային գահը, տիտղոսը եւ այլն, ինչպես Ադամը, որ Աստծո կերպարանքում էր։ Իրականում այստեղ ասում է, որ Աստծո կերպարանքումը լինելով հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինել։ Փաստորեն այստեղ ինչ է ասում։ Դուք սնապարտությամբ եք զբաղվում, դուք պարծենում եք մի բանով, որը չունեք։ Իսկ Հիսուս Քրիստոսը կերպարանքն էր Աստծո եւ հավասար էր Հայր Աստծուն, եւ հափշտակություն չէր համարվում նրա համար, որ նա մնար Աստծո գահի վրա, բայց այլ իր անձը ունայնացրեց, ունայն նշում է դատարկեցրեց, ոչինչ դարձրեց։ Այստեղ հունական այդ բառը ամբողջությամբ դատարկ, անիմաստ, անպետք։ Այսպիսին է Քրիստոս ինքը իրեն, ոչ թե ուրիշները իր նկատմամբ, ինչպես ոմանք ասում են, Հայրը այդպես արեց, չգիտեմ, դրդված, Հիսուս Քրիստոսը ինքը իրեն ունայնացրեց։ Ծառայի կերպարանք առնելով, ծառան այստեղ ոչ թե այն ծառան է, որ Եսայա 53-րդ գլխում է, այլ ավելի ցածր կարգի ստրկական անձնավորություն։ Մարդկանց նման լինելով էությամբ եւ կերպարանքով մարդի պես գտնվելով, իրան խոնարեցրեց, իջեցրեց եւ հնազանդ եղավ միջև հիմա այն էլ խաչի մահ։ Այսինքն ինչն է խաչի գաղափարը։ Խաչը դա դե գիտենք, խաչում էին միայն այն մարդկանց, ովքեր Հռոմի քաղաքացիները չէին, որոնք դուրս է եկել Հռոմի նկատմամբ եւ որոնց սպանում են որպես օրինակ այն մարդկանց, որոնք ընդվզում են պետության դեմ։ Կարծես թե ազգի դավաճաններ եւ այսպեսի նողկալի մարդիկ, որ կարողանան խաչված մարդուն բոլորը տեսնել, գալ, թքել, մրել, անիծել եւ քնալ։ Հիսուս Քրիստոսը այսպիսի մահով մահացավ։
Ուրեմն շարունակության մեջ նրա համար էլ Աստված շատ բարձրացրեց նրան եւ նրա մի անուն շնորհեց, որ ամեն անունից ավելի բարձր է։ Սա մասը խոսում է Եսայա 52:13-ում եւ Եբրայեցիս 1-ում, որտեղ մենք տեսնում ենք, որ Հիսուս Քրիստոս ինչքան իրենիչեցրեց, այնքան Հայրը բարձրացրեց եւ հարցրեց այն ամենաբարձր պաշտոնին, որտեղ նա իրականում պետք է լիներ եւ որտեղ ինքը կար երկնքում որպես Թագավոր եւ Աստված։ Հետեւաբար ինչու է Հիսուս Քրիստոսին մեջ բերում Պողոս առաքյալը, որովհետեւ Հիսուս Քրիստոսը ուներ բարձենալու բան։ Ամբողջ եզերքը նրա տիրապետության տակ էր եւ նա է ղեկավարում ամբողջ աշխարհը։ Բայց ամեն ինչ թողեց եւ խոնարհեց, որպիսի հետո բարձրացվի։ Այսինքն Փիլիպպեցիները, որոնք ուզում են իրենց բարձր ցույց տային, Պողոս առաքյալը ասում է, դուք պիտի Հիսուս Քրիստոսի նման առաջին խոնարհվեք, որ նոր ժամանակին, երբ որ պետք է Տերը ձեզ բարձրացնի։ Եվ Հիսուսի անունով կրկնվի ամեն ծունկ երկնավորների, երկրավորների եւ երկրի տակ լինողների։ Այստեղ կարծես թե նաեւ հրեշտակներին է հիշում, հրեշտակներին, դևերին, հա, երկնքում եւ երկրի տակ։ Բայց եթե մենք նայում ենք Եսայա 40:23-ում, այստեղ մարդկության մասին է, որ ցանկացած մարդ պետք է դավանի եւ երկրպագի Հիսուս Քրիստոսին։ Դա կլինի այդ մարդը երկնքում, ինչպես եղան Մովսեսը եւ այլն։ Այդ մարդը ապրի երկրի վրա, թե մարդը թաղված եւ մեռած լինի, որը պիտի այսուհետ հարություն առնի եւ Քրիստոսի օրում պիտի երկրպագի նրան։ Եվ ամեն լեզու դավանի, թե Հիսուս Քրիստոսը Տեր է Հոր Աստծո փառքի համար։ Ամեն մի մարդ, որ ունի լեզու, պիտի խոստովանի, պիտի անկեղծանա, պիտի դավանի եւ ասի, որ Հիսուս Քրիստոսը Հոր փառքի համար է եկել։ Կամ Հոր փառքը Հիսուս Քրիստոսի վրա էր։ Կարելի է երկու ձև հասկանալ։ Հոր փառքի համար, այսինքն նա ամեն ինչ արեց, որպեսզի Հայրը փառավորվի, նաև կարելի է ասել, որ ամեն ինչ արեց, որպեսզի հայրական փառքը լինի նրա վրա ու բոլորը պիտի ընդունեն այդ ամենը։ Ուրեմն իմ սիրելիներ, ինչպես ամեն ժամանակ հնազանդեցիք, ոչ միայն իմ ներկայությունում, այլ հիմա էլ ավելի իմ բացակայության, ահով եւ դողով գործեցեք ձեր անձերի փրկությունը։ Ինչի մասին է այստեղ խոսքը։ Ասում է, երբ որ ձեր մոտ է շատ հնազանդ եք։ Ինչ տեղի ունեցավ, որ հիմա դարձաք անհնազանդ։ Հիմա արդեն իրար վրա գոռում եք, իրար նեղացնում եք, իրար զրկում եք, ինչ տեղի ունեցավ։ Եվ այստեղ ասում է, նամանավանդ հիմա դուք պիտի լինեք խոնարհ, հեզու, համեստ, քանի որ ես ձեր մեջ չեմ։ Իրականում իրական մարդը երևում է այն ժամանակ, երբ որ ոչ թե իր գլխի վրա մարդ կա, այլ երբ որ ինքը ազատ է, այդ ժամանակ ավելի խոնարհ եւ համեստ պիտի լինի, որովհետեւ դա պիտի դառնա իր այությունը։ Ասում է, ձեր անձերի փրկությունը ահով եւ դողով գործեցեք։ Նայելով Հիսուս Քրիստոսի օրինակին, ինչով եք բարձենում։ Մի հատ ահ ու դող ունեցեք, մի հատ աստվածավախություն ունեցեք։ Ձեր փրկությունը գործեք։ Կարծես է այստեղ ասում է, որ մարդ փրկվում է իր գործերով, չէ՞։ Հաջորդ նախադասության մեջ վասնզի Աստված է, որ ներգործում է ձեզանում, կամենալն էլ անելն է իր բարեհաճության պես։ Այսինքն մի կողմից Պողոս առաքյալ 12-րդ համարում ասում է, որ մարդը ինքը իր վախով դողով է գործում իր փրկությունը։ Մյուս կողմից դու ասում ես, որ դուք չեք կարող ոչ մի բան ոչ անել, ոչ մտածել, այլ ամեն ինչ ներդրվում է Աստծո կողմից։ Դրա համար այս տարբեր ուղղությունները քրիստոնեական ոմանք օգտագործում են 12-րդ համարը, որպեսզի ցույց տան գործերով ապաշխարությունը, գործերով փրկությունը, մյուսները ցույց են տալիս սա, որ մարդ ոչինչ չի կարող անել, ամեն ինչ անում է Աստված։ Իրականում այստեղ ինչ է ասում։ Դուք գործեք ձեր փրկությունը, որովհետև Աստված ձեր մեջ ներգործում է։ Այսինքն, որ դուք գործում եք ձեր փրկությունը, որ դուք ունեք աստվածավախություն, որ դուք անում եք բարեգործություն, ինչպես առաջին գլխում կասի այն գործը, որ սկսեց Աստված ձեր մեջ,
ավարտին կհասցնի։ Աստված ներգործում է, որպեսզի դուք բարեգործությամբ զբաղվեք, որպեսզի դուք հնազանդ լինեք, որպեսզի դուք աստվածավախություն ունենաք։ Հետևաբար, այդ ամենը սկսում է Աստծո ներգործությամբ եւ դուք սկսում եք գործել։ Այդ ժամանակ ճշմարտությունը երես է գալիս։ Ձեզանում կամենալն էլ անելը իր հաճության պես, այսինքն Աստված ներգործում է եւ մենք անում ենք այն ինչ որ հաճելի է Աստծուն։ Ամեն բան գործեցեք առանց տրտունջի եւ վիճաբանության։ Պողոս առաքյալը դեռ Կորինթացի 10-րդ գլխում ցույց է տալիս, որ տրտունջներն ու վիճաբանություններն են եղել պատճառը, որ Իսրայել ժողովուրդը ընկել է անապատում եւ մահացել է։ Ինչ է պահանջում մեզանից, որ լինենք անբիծ, անարատ, որդիկ Աստծո առանց մեղադրանքի, կամակոր եւ ծառած ազգի մեջ, որոնց միջում երևիք ինչպես լույս տվողներ աշխարհի մեջ։ Այսինքն Պողոս առաքյալը այստեղ ասում է. ժողովուրդ ջան, դուք տրտնջում եք։ Տրտունջը, վիճաբանությունը կամ տրտունջը կամ կամակորությունը այս ծառած ազգի մեջ է։ Չափաշխարած մարդկանց մոտ կա կամակորություն։ Կամակորություն դա տրտունջի ուրեմն զուգահեռ է գնում, ծառած ազգը վիճաբանությամբ, այսինքն ծուռ են այս մարդիկ, հա, սասնա ծառերն են, հա։ Նրանք իրար հետ կռվում են։ Իսկ դուք պիտի լինեք որպես լույս տվողներ։ Այստեղ ցույց է տալիս, որ ինչպես արեգակն է լուսավորում աշխարհը, ինչպես լուսինը եւ աստղերն է լուսավորում աշխարհը, կամ կոսմոսը, աշխարհ բառը հունարեն կոսմոսն է, այնպես է դուք պիտի լինեք լուսավորներ։ Ուրեմն Դանիել 6-րդ գլխում գրված է այսպիսի բաներ, այն մարդիկ, ովքեր Աստծո խոսքն են քարոզել եւ փրկության արժանի են դարձել, ասում է նրանք իմաստուններ են, որոնք պիտի փայլեն երկնքի հաստատության լույսի պես, որոնք շատերին արդարության առաջնորդները աստղերի պես հավիտյանս հավիտենից, այսինքն ինչ ասում։ Դուք պիտի լինեք ամբողջ աշխարհում, որտեղ ծուռ ու կամակոր մարդիկ են, դուք իրանց մեջ պիտի լինեք արեգակներ, որոնք պիտի լույս տաք եւ կյանքի խոսքը պահեք ձեր մոտ։ Կյանքի խոսքը դա Աստծո խոսքն է, հա, որը կյանքի համար է եկել, նույնը ասում է 10 պատվիրանների մասին, հա, Գործք առաքելոցում։ Պահելով այդ ամեն ինչը, պարծանք լինելու համար Հիսուս Քրիստոսում իմ համար, որ զուր տեղը չվազեցի եւ այսինքն դուք երբ որ պահում եք Աստծո կյանքի խոսքը, այդ ժամանակ Քրիստոսի գալստի ժամանակ դա ինձ համար պարծանք է, որ ես զուր տեղը չեմ վազել, իմ ջանքերը զուր չեն եղել եւ իմ դժվարությունները, այսինքն ձեր ապրած կյանքը Պողոս առաքյալը ասում է ինձ համար պարծանք է Հիսուս Քրիստոսի օրում, ոչ թե իմ արածներն են պարծանք, այլ ձեր արածներն են պարծանք, որովհետև ես ինձ լավ եմ զգում, երբ որ հասկանում եմ, որ պարզապես իմ ասպարեզը չեմ վազել։ Բայց եթե ընծայվեմ ձեր հավատքի պատարագի եւ պաշտամունքի վրա, ուրախ եմ եւ ձեր ամենի հետ ուրախանում եմ։ Առաջ ընծայելը դա նույն բանը հանդիպում ենք մենք Ատիմաթեոս 4:6-ում գինի էին թափում, թափելու նվեր կամ ջուրն էին թափում Աստծո առաջ, այսինքն երբ որ ձեր պատարագի, ձեր զոհաբերության վրա ես մեռնեմ, շատ ուրախ կլինեմ ձեր համար։ Եվ ձեր ամենի հետ ուրախանում եմ, կամ ձեր ամենի արածի վրա ուրախանում եմ։ Այնպես էլ դուք ուրախ եղեք, ինձ հետ ուրախացեք, այսինքն ուրախացեք կարևոր բաներով։ Բայց հույս ունեմ, այսինքն վստահ եմ Աստծո կամքի վրա, Տեր Հիսուս Քրիստոսում, Տիմոթեոսին շուտով ուղարկեմ ձեր մոտ, որ սիրտս էլ հանգստանա, երբ որ ձեր վիճակն իմանա։ Այսինքն Տիմոթեոսը երբ որ գա կպատմի իմ վիճակը։ Երբ որ ձեր մոտից գա, ես կիմանամ ձեր վիճակը եւ սիրտս կհանգստանա, որտեղ անհանգիստ եմ այս պահին ձեր համար, իմանալով, որ հոգով չեք վարվում այս պահին։ Վասնզի մեկը չունեմ միասիրտ, որ մտերմաբար հոգս անի ձեզ համար։ Հիմա Պողոս առաքյալը ուզում է Տիմոթեոսին ուղարկի, որպեսզի գնա այդ հարցերը լուծի, բայց ինչպես գեղեցիկ է ներկայացնում, չի ասում այսա Տիմոթեոսը կգա ձեր վրա թափ կտա իր մատը, կբարկանա ձեր վրա, հերիք եղավ, բոլ եղավ, դուք հոգևոր եք, ձեր համար ամոթ չէ, չէ։
ասում է Տիմոթեոսը իմ նման նույն սիրտն ունի, նույն ձևի հավասար ինձ հող սատանում ձեր համար։ Եվ հիմա նրան եմ ուզում ուղարկեմ, որպեսզի ես հարցերի, չի ասում ես հարցերը լուծի, պարզապես գա իմ մասին պատմի, ձեր մասին ինձ ասի։ Ինչպես պիտի մենք ներկայացնենք Աստծո ծառային, ինչպես պիտի մենք ներկայացնենք մարդկանց, ոչ թե որ կգա ձեզ տեսեք ինչ կանի, այլ հակառակը, իմ նման ցավակից, իմ նման հոգատար ձեր համար, վասնզի ամենքը, որտեղ բոլորը ասում որ իմ մոտ կան, իրանց բաներն են որոնում, ոչ թե Հիսուս Քրիստոսին, այստեղ տեսնում եք ակնարկը, ասում էր ձեր մոտ էլ ոչ մեկ ուրիշի համար հոգս չի անում, ուրիշ չի բարձրացնում, այլ ինքն իրեն է բարձրացնում, այդպես էլ էստեղ։ Դրա համար ես ընտրել եմ Տիմոթեոսին, որը կարծես ինձ որդի է եւ ծառա է, եւ ուղարկում եմ ձեր մոտ, ոչ թե ուղարկում եմ որպես Տիմոթեոսը շատ բարձր պաշտոններ, ինքն էր ձեռնադրում հովիվներին եւ երեցներին, բայց ասում է ես որդի եմ ուղարկում ձեր մոտ, ես մի ծառա եմ ուղարկում ավետարանի։ Ինչպես է ներկայացնում։ Այսօր Աստծուն ծառայողները ինչքան բարձր են իրենց համարում, իսկ Պողոս առաքյալ ասում է ես ծառա, ուղարկում եմ մի ուրիշ ծառային, որ ինձ որդի է, ուրեմն հույս ունեմ, որ սրան ուղարկեմ իսկույն, երբ որ իմ անձի մասին տեղեկանում։ Այսինքն Պողոս առաքյալը ասում է ես չգիտեմ, հնարավոր է ինձ բանտում պիտի սպանեն, առաջի գլխում ենք դա կարդում, երրորդում էլ, ինքը չգիտի իր ապագայի մասին, դրա համար ասում է ես չգիտեմ, հենց որ իմանամ հիմա ինձ սպանելու են, թե չեն սպանելու, ինչ դատ ինչ կորոշի, բայց վստահ եմ տերումը, որ ինքս էլ շուտով կգամ։ Դրա համար Պողոս առաքյալը ասում է ես չգիտեմ, կմահանամ, չեմ մահանա, ես դա չեմ կարող ասել։ Բայց ես կարծում եմ, որ ինքս էլ շուտով կգամ, այսինքն երկու կարծիք կա, կամ նա կգա, կամ կմահանա, այդ ուրախության մեջ միայն իմանալով, որ եկեղեցին լավ վիճակում է, բայց վստահ եմ տերում, որ ինքս էլ կգամ, միայն հարկավոր համարեցի, որ Եպափրոդոսի, Տիտոս եղբոր գործիս և զինվորությանս ընկերին, այսինքն Պողոս առաքյալը լինելով առաքյալ, բոլորին են հավասար է համարում, ասում է ինքը իմ գործիս և զինվորությանս ընկերն է, ինքը հենց Փիլիպպեից էր, որ այդ աջակցությունը բերել էր, այն ձեր առաքյալին, որին դուք ուղարկել եք, հա ձեր առաքյալն ինքը, իմ պետք լինող բաների պաշտոնյային ուղարկեմ ձեր մոտ, ասում որ ուղարկել եք նրան, հիմա ես հետ եմ ուղարկում, վասնզի ինքն էլ խիստ փափագ ուներ ձեր ամենի տեսնելու և հոգ էր քաշում, որ լսել էր, թե նրա հիվանդության մասին իմացել եք, այսինքն այս անձնավորությունը, որ մերձիմա հիվանդացել էր ճանապարհին, Պողոս առաքյալի մոտ գալիս, նա իմացել էր, որ Փիլիպպեի եկեղեցին իմացել էր իր հիվանդության մասին, ու ինքը սկսել էր հոգ տանել, որ մարդիկ իր մասին չմտածեն, այսինքն մենք մատը փուշ է մտնում, մենք այնպես ենք անում, որ մեր համար դարդան են, այս եղբայրը իմանալով, որ իր մերձիմա հիվանդության մասին լսել են, նա ուզում է վերադառնալ, որպեսզի գնա ու հանգստացնի, ասի ամեն ինչ լավ է, փառք Աստծուն։ Եվ ասում Աստված լսեց եւ բուժեց նրան, թե ինձ էլ բուժեց, թե նրան բուժելով ինձ ուրախացրեց, որպեսզի տրտմությանս վրա տրտմություն չգա։ Ուրեմն ավելի շտապով ուղարկեցի նրան, որ տեսնեմ նրան դարձյալ ուրախ լինենք, եւ ես էլ առանց տրտմության լինեմ։ Արդ ընդունեցեք նրան տերում ամեն ուրախությունով եւ այդպիսիներին պատվական համարեք։ Վասնզի Քրիստոսի գործի համար մինչև մահի մոտեցավ եւ իր անձը վտանգի մեջ գցելով, որ ձեր ինձ ծառայելու պակասությունը լրացնի։ Այսինքն, ասում ինչ նվիրվածություն է։ Հիմա Պողոս առաքյալը տեսնելով, որ այս մարդիկ այսուհետ չեն ուզում լինել ծառաներ, համեստ ու խոնար, Պողոս առաքյալը բերում է 4 անձանց հնազանդությունը, որոնք սնապարծ չեն, որոնք խոնար են ու ոչ մի բան չի լինում գրգռումով։ Առաջինը Հիսուս Քրիստոսին է օրինակ բերում, որ ամեն ինչ թողեց եւ եկավ։ Երկրորդը ինք օրինակ է բերում իրեն, ինչքան է հոգատար եւ մեղմ
եկեղեցու նկատմամբ։ Երրորդը Տիմոթեոսին, որին ուղարկում է, որպեսզի այս հարցերով զբաղվի։ Եվ չորրորդին նրա գործի եւ զինվորության ընկերին, որ Աստծուն ծառայելու, Պողոսին ծառայելու համար այնպես էր հիվանդացել մերձի մահ, որ Աստծու հրաշքով փրկվել է։ Դրա համար ասում է, պատվական իրար համարեցեք, հարգեք իրար, մեծարեք իրար։ Պողոս առաքյալը առաջին, երկրորդ, երրորդ գլխում ասում է, այսօր կամ եք ուշ չկամ, ժողովուրդ։ Եվ ձեր ապրած կյանք ինձ համար պարծանք է, ես ձեզանով եմ ուրախանում։ Այսինքն Աստծո առաքյալները իրանց ուրախությունը թողել էին, բանտի մեջ, զնդանում երբեմն, նրանց ուրախությունը միայն Քրիստոսի մարմինն էր։ Այդպես պետք է ապրի նաև ցանկացած քրիստոնյա, ուրախանա հաջողություններով ուրիշի, ուրախանա գրանցված հաջողություններով եկեղեցու, լինի հեզ, խոնար, միասիրտ ճշմարտության մեջ, միևնույնը խորհի, Քրիստոսի միտքն ունենա, որովհետև դա է միայն Քրիստոսի օրում, այսինքն աշխարհի վերջում, միակ բանը, որով մարդ կարող է բարձրանալ։ Թող Տեր օրհնի, որպեսզի մենք չստորացնենք մարդկանց, որ մենք կարողանանք բարձրացնել մարդկանց, ոչ թե ընկնենք վեճերի մեջ, ասենք, չէ, դու ես սխալ, դու ես ճիշտ, դու ես սխալ, բոլորն է սխալ են, եթե ինչ որ մեկը ճիշտ է, Քրիստոսը չի փառավորվի, ճիշտը Քրիստոսն է։ Եվ այդ ճշտին ու ճշմարտությանը մարդիկ պետք է աճեն, որպեսզի հասնեն։ Եթե այսօր դու ունես մարդ, ում մոտ դու քեզ ավելի բարձր ես համարում եւ ավելի ճիշտ, քան նա, հնարավոր է ինչ որ հարցում դու ճիշտ լինես, բայց ամբողջական ճշմարտությունը դա Քրիստոսն է։ Եվ մենք պիտի խնդրենք Հորը, Հոր փառքի համար, որպեսզի նույն մտածելակերպը, ներաշխարը, միևնույն հոգին ներդնի մեր մեջ, որպեսզի մենք այն խորհենք, ինչ Հիսուս Քրիստոսը խորհում էր Աստծո եւ իր իսկ մասին։ Աստծո օրհնությունը ու ողորմությունը ձեզ։ Կարող եք հավանել, կարող եք տարածել, կարող եք մեկնաբանություններ գրել, կարող եք հարցեր գրել, որոնց կաշխատեմ պարտադիր պատասխանել, թե պարզապես գրելով, թե վիդեո տարբերակով։ Աստծո օրհնությունն ու ողորմությունը լինի ձեզ հետ։ Թող Աստված ձեր հետ լինի։ Ուսումնասիրեք Ֆիլիպպեցիս գիրքը։